Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի падգամավորներ, լրագրողներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես փորձեմ կարճ եւ ըստ էության անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք հնչեցին մտքերի փոխանակման փուլում, բացի այդ ես երկու հարցադրման խոստացա, որ կանդրադառնամ իմ եզրափակիչ ելույթում, ուստի հերթով հարցերին եւ վերջում նաեւ պարոն Կոնջորյանի բարձրացրած հարցադրման կապակցությամբ կպատասխանեմ, թե ինչ փուլում է գտնվում վարույթը։ Նախ շնորհակալ եմ այս երկու օրերի ընթացքում ծավալված համակողմանի քննարկման համար եւ վստահեցնում եմ, որ աշխատանքի տեմպը չի պակասելու, ավելանալու է եւ աշխատանքի խորությունն ու բովանդակությունն էլ ավելի բարելավելու է։ Մեզ համար հաճելի էր շատ արդյունավետ քննադատության կոնտեքստում լսել նաև որոշակի թույլ նշмарվող գովասանք եւ մեզ համար դա պարտավորեցնող է հաղորդման բովանդակության վերաբերյալ չենք իջեցնելու այլևս նշաձողը եւ հաջորդիվ ազգային ժողովին ներկայացվող հաղորդումները բովանդակային առումով ել ավելի վերլուծական եւ կարեւոր են լինելու։ Պարոն Ալեքսանյան, Վագն Ալեքսանյանը դուրս եկավ, բայց ես իր հարցին պատասխանեմ, նշեմ Պարոն Ալեքսանյան, դուք հարց եք ուղղել Քոչարյան ընտանիքի կոնկրետ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով, ես նշեմ տվյալները կարող եմ ներկայացնել, որովհետև հայցը գտնվում է դատարանում հրապարակային դատաքննության փուլում, այսպես պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Տիկին Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց Տիկին Ղազարյան, ձեր կողմից նշված հրապարակումը 2021 թվականին ուղարկվել է օպերատիվ մարմին ստուգման։ Մենք ուղղակի օբյեկտիվ պատճառով չհասցրեցինք այս երկու օրերի ընթացքում ճշտել, թե ինչ փուլում է գտնվել կամ ինչ ընթացք է ստացել ձեր կողմից նշված հրապարակումը եւ հարցազրույցը, բայց առաջիկա երկու օրերի ընթացքում ձեզ գրավոր կպատասխանենք, թե օպերատիվ մարմինը ինչ աշխատանք է իրականացրել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։